հնարավորություն կստանան ուղղակի փոխել իրենց կյանքը, որի արդյունքում նաև կփոխվի ձեր կյանքը։ Սիրելի կշերտներ եւ սիրելի խոյեր, կշերտների 12-րդ տուն, իսկ խոյերի 6-րդ տանն է տեղի ունենալու։ 12-րդ տունը հակում դեպի գաղտնիքների, ինտրիգների, հնարավոր է ձեր կյանքում տեղի ունեցած այդ որոշակի գաղտնի իրադարձություններ բացահայտեն, սիրելի կշերտներ, քանի որ կշերտը գործընկերային հարաբերությունների, զուգընկերային հարաբերությունների դաշտն է, եւ մանավանդ ակտուալ է այս խավարումները, գիտեք, նրանց համար, որտեղ ընդամենը մեկ աշճան է մնում, սիրելի կշերտներ, որ խավարումը տեղի ունենալ հենց ձեր կենդանակերպում, որտեղ 29 աշճան 0.5 րոպե կույսի կենդանակերպում է տեղի ունեցել խավարումը։ Գիտեք, խավարումը արևի եւ լուսնի միացությունն է, արևի խավարումը այն նորալուսին է, բայց այն համադրված է նաեւ հանգույցների հետ եւ բազմիցս կրկնել եմ, բայց այստեղ էլ ասեմ, որ իջնող հանգույցի հետ են միացված նախկինում չկատարված գործերը, նրանք ովքեր գտնվում են, սիրելի կշերտներ, գտնում են փակ վայրերում, դրանք մեկուսացման վայրերն են, հնարավոր է, որ ամնիստիա տեղի ունենա համաներում եւ ձեր գործը քննելուց հետո, եթե դուք կարգապահ եք եղել, որտեղ հակառակ առանցքում Սատուրն է ձկների կենդանակերպում, Սատուրնը արդարադատություն է, ձկները դա վերին արդարադատությունն է, հնարավոր է, որ ձեզ ուղղակի ազատ արձակեն համաներման արդյունքում։ Հուսանք, որ այն գերիները, որոնք գտնվում են ուղղակի փակ վայրերում, 23 հոգին եւ ասում են 23-ը, չէ, նրանք մոտ 2000-ն են, նրանցից հնարավոր է լույս ստանալ, որտեղ Յուպիտերը խեցգետնի կենդանակերպում է գտնում, իսկ խեցգետնինը հայրենիք, օջախ, ընտանիք, հուսամ, որ Յուպիտեր այս մեկ տարվա մեջ իր գործը կանի եւ մեր հայրենակիցները, որոնք գտնվում են մեկուսացման վայրերում, բանտերում, օտարության մեջ տարագիր են նրանք, ուղղակի ետ կվերադառնան հայրենիք Տեր Բարձյալի, այո, Աստծո Բարձյալի օգնությամբ եւ նաեւ կգտնվի այնպիսի մեկ, այնպիսի մի անձ, որը կունենա այդ հզորությունը, այդ ուժը, որի օգնության արդյունքում մեր հայրենակիցները ետ կվերադառնան երկիր։ Նաև սիրելի կշերտներ, այդ ընթացքում դուք կարող եք մոտակա մեկ ամիսը, բայց ընդհանրապես խավարումները 6 ամսվա այդպիսի ժամանակահատված են ընդգրկում։ Սիրելիներս, դուք կարող եք առանձնանալ, դուք կարող եք աշխատել 12-րդ տուն, երկուսի կենդանակերպ, կարող եք առանձնանալ, աշխատել, կազմակերպել